Մի ծանոթ բժիշկ ունեի, որը մոլի աթեիստ էր և մոլի շնատյաց։ Մի օր նրա Facebook-ի էջից մի նյութ եկավ դեպի ինձ։ Նայեցի, վիրավորական արտահայտություններ էր գրել հավատացյալների մասին։ Առաջի բանը, որ մտածեցի, որ մարդուն ընդհանրապես չի կարելի վիրավորել, ուր մնաց թե հավատացյալին, քանի որ հավատացյալ լինելը դա գաղափար է, իսկ գաղափարի համար մարդուն չի կարելի ծաղրել։ Եվ մտքովս այդպիսի բան անցավ, որ հավատացյալին ծաղրելը զազրելի է այնպես, ինչպես հիվանդին ծաղրելը։ Կողքս դրած էր Պիո Բարոխայի նկարը։ Այդ ասույթը փաստորեն ասույթ դարձավ։ Վերագրեցի Պիո Բարոխային և տեղադրեցի մեկնաբանություն այդ բժշկի նյութի տակ։ Քիչ անց զայրացած ջնջեց այդ նյութը։ Չնայած այդ նյութը տեղադրեցի համացանցով և մինչև վերջերս այդ նյութը կար այնտեղ։ Որոշ ժամանակ անց այդ նույն բժիշկը տեղադրել է շների մասին մի նյութ, որ շները տարածում են հիվանդություններ։ Տակը մեկնաբանություն գրեցի, որ կան շներ, որոնք ավելի հաճախ են լինում բժշկի մոտ, քան շատ մարդիկ։ Քիչ անց նկատեցի, որ ինձ արդեն արգելափակել է։ Ընդհանրապես ինձ հազվադեպ են արգելափակել, այլ ծանոթը, որ արգելափակի, դա արդեն ինչ-որ շատ տարօրինակ մի բան է։ Հետագայում մինչև վերջերս այն ասույթը, որը վերագրել էի Պիո Բարոխային, համացանցում պտտվում էր։ Ընդամենը 1-2 օր առաջ այդ նույն ասույթը վերցրեցի և տվեցի արհեստական բանականությանը, որպեսզի բացիկ սարքի։ Բացի այդ ինձ հետաքրքրում էր արհեստական բանականությունը գլխի կընկնի, որ այդ ասույթը Պիո Բարոխային չի պատկանում։ Արհեստական բանականությունը գլխի չընկավ, սարքեց բացիկը և տվեց ինձ։ Եվ նման բաներ համացանցում բավականին շատ կան, որ մի ասույթը վերագրվում է ինչ-որ մեկին, կամ որևէ ասույթ մեկը ինչ-որ հորինում է, բավականին լավ ասույթ, և վերագրում է մի ինչ-որ գրողի։ Սա պլագիատի հակառակ տեսակն է։ Պլագիատը գրագողությունն է։ Իսկ այս դեպքում արդեն մի հետաքրքիր միտք են անում և վերագրում են որևէ նշանավոր մարդուն։ Համացանցը լիքն է նման բաներով։